տեղեկացնում եմ, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության հավաքական կազմում տեղի ունեցել փոփոխություն։ Դավիթ Ախտոյանին փոխարինել է Յաչա Շահովյանը։ Օրակարգում ունենք փոփոխություն, որը կներկայացնի Էդգար Մարտիրոսյանը։ Բարեձեզ հարգելի անդամներ, ուզում եմ տեղեկացնել, որ օրակարգի 5-րդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքահամայնքի սեփականություն հանդիսացող օգտագործել աջորդային եղանակով օտարելու մասին որոշման նախագիծը դուրս է եկել օրակարգից, պայմանավորված աջորդային եղանակը փոխվելու հետ, այսինքն էլեկտրոնային է դարձել աջորդների եւ այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի իրականացնեն բոլոր էլեկտրոնային եղանակով, հետագուվար հավաքանու օրակարգում դնել հաստատել եւ սպասել եւ ստացել աջորդները մեր կարծիքով անիմաստ է սպային, դրա համար հետագայում արդեն երբ որ ամբողջությամբ հաստատված կլինի օրակարգը ոնց են կանելու, ինչպես են տեղադրելու էլեկտրոնային աջորդները, այդ ժամանակ այս հարցը արդեն նորից կբարձրացվի ու կքննարկվի։ Եթե հավակնություններ չկան, հարցեր կամ այդ հարցը դրանց հետ կապված Առաջարկում եմ հաստատել օրակարգի իրազեկությունը անցյալ օրակարգի երեք հարցերը ներկուսի Լուսինե Սիմոնյանը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքահամայնքի անապահով բնակչի ուսման վարձավճարի մասին հատուցում տրամադրելու մասին։ Մեկավարելու տեղական օգտակարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով քաղաքահամայնքի հավաքանի 2020 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 154A եւ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 178A որոշումներով հիմք ընդունելով Արմավիրի մարզի քաղաքահամայնքի մերձավոր Սևանի փոխանցված հասցի բնակիչ Սարգիս Սերգեյ Արամյանի դիմումը քաղաքահամայնքի հավաքանու կրթության մշակույթի սպորտի եւ այլ հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 8 որոշումը քաղաքահամայնքի հավաքանի որոշում է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտություն եւ կառավարում ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի անգամ ուսուցման երկրորդ կուրսի ուսանող Արմավիրի մարզի քաղաքահամայնքի Մերձավոր Գյուղի փոխստovat 3 հասցե բնակիչ Սարգիս Սերգեյ Արամյանին ցուցաբերել ուսման վարձավճարի մասնակի հատուցում 100,000 դրամի չափով եւ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքահամայնքի ղեկավարին հանձնարարել իրականացնել սուր որոշումից բխող գործառույթները։ Սուր որոշումի մեջ է մտնում ընդունման պահից։ Խնդրում եմ, եթե հարցեր ունեք։ Հարցեր չկան, խնդրում եմ քննարկել իրենցով անցալ քեզեք։ Հաջորդ հարցը քաղաքահամայնքի անապահով բնակչին շինարարի գնման աջակցություն տրամադրելու մասին որոշումներ ղեկավարվելով տեղական ինտեգրալության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով քաղաքահամայնքի հավաքանու 25 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 154A եւ 25 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 178A որոշումներով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքահամայնքի մերձավոր Գյուղի փողոց 28 հասցե բնակիչ Գևորգ Բաբկենի Սարգսյանի դիմումը եւ քաղաքահամայնքի հավաքանու կրթության մշակույթի սպորտի եւ այլ հարցերի մշտական հանձնաժողովի 26 թվականի ապրիլի 2-ի թիվ 7 որոշումը քաղաքահամայնքի հավաքանի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքահամայնքի մերձավոր Գյուղի փողոց 28 հասցե բնակիչ Գևորգ Բաբկենի Սարգսյանին տրամադրել 100,000 դրամի չափով աջակցություն շինարարի գնման համար։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքահամայնքի ղեկավարին հանձնարարել իրականացնել սուր որոշումից բխող գործառույթները։ Սուր որոշումը մեջ է մտնում ընդունման պահից։ Հարցերն ընդունման իրազեկելով անցալ։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքահամայնքի
18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով Փարաքար համայնքի ավականում 25 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 154-ա և 25 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 170-ա որոշումներով հիմք ընդունելով Փարաքար համայնքի անապահով բնակիչների դիմումները, Փարաքար համայնքի ավականում պետության մշակույթի, սպորտի և այլ հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 9 որոշումը Փարաքար համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի անապահով ընտանիքի անդամներին ցուցաբերել բնայնային աջակցություն 430,000 դրամի չափով օգնություն համաձայն հավելվածին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին հանձնել իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից հավելվածը եթե պետք է կարող եմ ընթերցել, եթե չէ, ես մոտ ունեք հավելվածները։ Ովքեր են կողմ։ Շնորհակալություն։ Օրակարգային հաջորդ հարցը Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեի կազմման առաջին ջրահոսանքի հավաքման մասին։ Զեկուցի քննարկի մենք։ Բարև հարգելի ավականն անդամներ, ձեզ ներկայացնում 2026 թվականի բյուջեի կատարման առաջին երամսյակի ընթացքի մասին հաղորդում։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասով Փարաքար համայնքի ավականին որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման առաջին երամսյակի ընթացքի մասին հաղորդումն ընդունում է լիգիտություն համաձայն հավելվածների։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Իսկ հավելվածներով ներկայացված է ձեզ, եթե ինչ-որ հարցեր ունեք, ներկայացված։ Հարցեր չունենք։ Մանք քննարկել ովքեր են կողմ։ Անսարմյանը Վարկալ այն հաջորդ 14 հարցերով ներկայացնում հատուկ Միքայելյան Ողջունում ձեզ հարգարժան ավական անդամներ, ներկայացնում օրակարգային առաջին հարցը Սուրեն Ֆրունզեի Անդրեասյանի սեփականության իրավունքի պատկանելու մասին նպատակային նշանակությունը օղիի մասին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Սուրեն Ֆրունզեի Անդրեասյանի սեփականության իրավունքի պատկանելու 04-010 կադաստրային ծածկագրոցով ամբողջ 1013 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության մոռատեսակ խաղող որոնց նշանակությունը փոխել որպես արդյունաբերության դեպուտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր կան։ Ընդունում քննարկել ովքեր են կողմ։ Անսարմյանը Հաջորդ հարցը Գագիկ Արտավազդի Պետրոսյանի կողմից վարձակալած համայնքային սեփականության ստորողատարած գիտավարձակալության հանձնելու համաձայնություն տալու մասին։ Տալ համաձայնություն 2013 թվականի հուլիսի 25-ին Գագիկ Արտավազդի Պետրոսյանի վարձակալության տրամադրած Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մեծավանքի գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլախոհության նշանակության 04-065-06-004 կադաստրային ծածկագրով 3 հեկտար 7601 քառակուսի մակերեսով ողամասի ենթավարձակալություն տրամադրելու ներկայացնում սահմանափակ պատասխանատվության ընկերությանը վարձակալի հետ կնքել պայմանագրի պայմաններով անձնական հարցեր կան Ընդունում քննարկել ովքեր են կողմ։ Անսարմյանը Հաջորդ հարցը Դավիթ Սամվելի Պետրոսյանի սեփականության պատկանող ողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Դավիթ Սամվելի Պետրոսյանի սեփականության իրավունքի պատկանող 04-054-054-003 կառուցել ծածկագրով 0.0967 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկ խաղող ողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության հանդեպ օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գյուղատնտեսական արտադրանք վերահսկողի տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր չունեմ, խնդրում եմ քվեարկել, ովքեր են գոհ։ Հաջորդ հարցը անշարժ գույքի հողամասը որպես նվիրատվություն ընդունելու եւ Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի սեփականությունը համարելու մասին։ Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի սեփականությունը համարել քաղաքացի Հայկ Սպարտակի Ավետիսյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի ուսանող գտնվող 04-069-020-029 1209 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակների նշանակության խաղող գործառնական շրջան հողամասը հետագայում որպես ճանապարհ օգտագործելու նպատակով։ Հարցեր չունեմ, խնդրում եմ քվեարկել, ովքեր են գոհ։ Հաջորդ հարցը անշարժ գույքի հողամասը որպես նվիրատվություն ընդունելու Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի սեփականությունը համարելու մասին։ Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի սեփականությունը համարել քաղաքացի Գերեվորգ Արայել Ռոստոմյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի ուսանող գտնվող 04-065-030 կադաստրային ծածկալով 01220 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակների նշանակության խաղող գործառնական նշանակության հողամասը հետագայում որպես ճանապարհ օգտագործելու նպատակով։ Հարցեր չունեմ, խնդրում եմ քվեարկել, ովքեր են գոհ։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի միգրորեգիոնալ մակարդակի համաձայն տարածական պլանավորման բազատներում նախագծի փառատոնի բնակավայրի գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների մեջ փոփոխություն կատարելու համաձայնություն տալու եւ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի գտնվող Արսեն Գրիգորի Վարդանյանի սեփականության իրավունքով պատկանող 04-54-004-030 կադաստրային ծածկալով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկով այլով 0.4353 հեկտար մակերեսով հողամասից 0.3020 հեկտար մակերեսի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի նպատակային նշանակության գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հետագայում արևտուրի կառուցման համար իսկ 0.1300 հեկտար մակերեսով հողամասը փոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի միգրորեգիոնալ մակարդակի համաձայն տարածական պլանավորման նախագծի փառատոնի բնակավայրի գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները։ Հարկային բարձրությունն է փոխվել 12 մետրից դառնում 16 մետր։ Եթե հարցեր կան ուրիշ։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են գոհ։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի միգրորեգիոնալ մակարդակի համաձայն տարածման պլանավորման փաթեթների նախագծի թայով բնակավայրի գործառնական գոտիում կառուցապատման չափորոշիչների մեջ փոփոխություն կատարելու համաձայնություն տալու մասին։ Տալ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի միգրորեգիոնալ մակարդակի համաձայն տարածական պլանավորման փաթեթների նախագծի թայով բնակավայրի գործառնական գոտիում կատարել չափորոշիչների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները։ Աղյուսակ B2.4 բարձր հարկայնության բնակելի կառուցապատման գոտի 3-րդ տողի 6-րդ սյունյակում 1-ից 2 վերգետնի հարկ 12 մետր փոխարեն կարդալ 1-ից 12 վերգետնի հարկ կուբային հարկ 44.9 մետր բարձրության 04-04-029-047 ծածկալով Արաքան համայնքի Թարյուրի Զեմրջան թաղամաս առաջի փողոց 11 կազմության գտնվող 0.2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Հաջորդ հարցը Պլատինուս Թոմփոբեի կողմից վարձակալած համայնքային սեփականություն ասացող հողատարածքի ենթավարձակալության հանձնելու համաձայնություն տալու մասին։ Տալ համաձայնություն 2003 թվականի օգոստոսի 6-ին Պլատինուս Թոմփոբեի բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրամադրված փառատոնի համայնքի սեփականություն ասացող Հայաստանի Հանրապետության համավարակի մարզի փառատոնի համայնքի Մերձավան գյուղի գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վայրահող գործառնական նշանակության 04-061-067-003 կադաստրային ծածկալով 4.3 հեկտար մակերեսով հողամասը ենթավարձակալության տրամադրել Մեգաշին սահմանափակ պատասխանատվության ընկերությանը վարձակալի տնկել պայմանագրի պայմաններով։ Հաջորդ հարցը Ռուբեն Բրեժի
Միքայելյանի սեփականության իրավունքով պատկանող համասի նպատակային շահությունը փոխելու մասին։ Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի Թալիոյում գտնվող Ռուբեն Վրեժի Մելիքյանի Մելքոնյանի սեփականության իրավունքով պատկանող 04-94-05-30-33 կատաստրային ծածկագրով 0.23 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության Ողորմասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդդեմ օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակություն գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում գյուղատնտեսական արտադրական վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հաջորդ հարցը Սվետլանա Սլավիկի Սեյերյանի սեփականության իրավունքով պատկանող Ողորմասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի Փառատոնի գտնվող Սվետլանա Սլավիկի Սեյերյանի սեփականության իրավունքով պատկանող 04-94-05-021 կադաստրային ծածկագրով 0.5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության Ողորմասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդդեմ օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում գյուղատնտեսական արտադրական վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի սեփականության իրավունքով պատկանող Ողորմասը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին։ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի սեփականություն հանձնացող Մերձավան գյուղի Երևանյան խաչօղի առաջնորդ 13 գտնվող 04-061-020 կադաստրային ծածկագրով արդյունաբերության ընդդեմ օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության հողատեսկը ընդդեմ օգտագործման համար տրամադրել Ողորմասի վարձակալության իրավունքով Օշին ՍՊ ընկերության տրամադրելու առաջարկին։ Ողորմասի վարձակալության ժամկետը սահմանել 20 տարի, Ողորմասի վարձակալության վճարը սահմանել ամսական 50,000 դրամ։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի Մուսալեր, Փառական եւ Բաղրամյան գյուղերում փողոցների անվանակոչության մասին։ Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի Մուսալեր, Փառական եւ Բաղրամյան գյուղերում կատարել նոր փողոցների անվանակոչություն համաձայն հավելվածի։ Հաջորդ հարցը Հավաքական գյուղում նախատեսվող գործունեություն իրականացման նախնական համաձայնություն տալու մասին։ Տալ նախնական համաձայնություն քաղաքացի Սերգեյ Մեծոյի Իլիցյանի կողմից Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի Փառատոնի վարչակազմով նախատեսվող պայծառային շինության գործունեության իրականացմանը։ Առաջարկել Փառատոնի ղեկավարությունը որոշումը հանրային լսման արձանագրությունը լուսանկարների կամ տեսաձայնության հանրայնության դեպքում նաև շարունակել հանրության կարծիքները, դիտողությունները եւ առաջարկությունները ունեցության համաստակով եւ ժամկետներով տրամադրել լիազոր մարմինների եւ նախաձեռնողներին։ Հաջորդ հարցը Թալիոյի գյուղում նախատեսվող գործունեության իրականացման նախնական համաձայնություն տալու մասին։ Տալ նախնական համաձայնություն քաղաքացի Գագիկ Նիկոլոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Ամենի մարզի Փառական համայնքի Թալիոյի գյուղի վարչակազմում գտնվող նախատեսվող աղետի սրահի ընդլայնման երկրորդ եւ երրորդ հարկերի կառուցման գործունեության իրականացմանը։ Առաջարկել Փառական համայնքի ղեկավարությունը որոշումը հանրային լսման արձանագրությունը լուսանկարները կամ տեսաձայնագրությունը հանրության դեպքում նաև շարունակել հանրության կարծիքները, դիտողությունները եւ առաջարկությունները ունեցած համաձայնքով եւ ժամկետներով տրամադրել լիազոր մարմինների եւ նախաձեռնողների